Կարծում եմ այս գործով ինչպես սկսել է իմ գործընկեր Արսեն Բաբայանը իրան դիտարկեք որպես այսպես ասենք հիմնական սպիկեր, այո, մենք մեր գործընկերոջ հետ այսօր առավոտյան միացանք, իրավապաշտպաններից ես եւ Սերգեյ Հարությունյան, կարծում եմ Արսենը ամեն ինչ ներկայացրեց, մի հանգամանքի մասին եմ ուզում շեշտել, չգիտեմ ինչքանով է այստեղ տեղին, բայց ամեն դեպքում իրավական հանգամանք է, որտեղ արդեն բոլորը մոռացել են, որ Եվրոպական կոնվենցիա կա եւ այլն, Եվրոպական կոնվենցիա մի դրույթ կա, որ հազվադեպ է վկայակոչվում, մենք այստեղ վկայակոչեցինք։ Մարդու իրավունքների նկատմամբ միջամտությունը, մարդու իրավունքների սահմանափակումը չի կարող տեղի ունենալ այլ նպատակով, քան նախատեսված է կոնվենցիայով։ Մեր համոզմամբ այստեղ մենք գործ ունենք մարդու իրավունքների նկատմամբ միջամտության հետ, սահմանափակման հետ, հալածանքի հետ, ազատությունից զրկելու է սանց 40 մենք ընդամենը ամրագրումը եւ կնիքը կտեսնենք որևէ ժամկետը միշտ նախաքննության փուլում 2 ամիս է, այնպես չի որ այլ տրամաբանություն այստեղ կարող է լինել։ Ես թույլ տվեք ավարտեմ, շատ կարճ մենք պնդում ենք, որ այստեղ այդ հազվադեպ պատահող բանն է, որ ակնհայտ 18-րդ հոդվածի արկայությունն է եւ դա բխում է թե վարչապետի խոսքերից, թե նրանից, որ օրինակ վարչապետը ըստ էության չհերքեց եւ կարելի ասել նույնիսկ հաստատեց ազգային անվտանգության ծառայության կողմից ծեսին եւ հայ առաքելական եկեղեցու գործերին միջամտելու հանգամանքը մասնավորապես պետք է զեղչվի թե չպետք է զեղչվի վեհապար հայրապետի եւ թեմակալ առաջնորդի հիշատակությունը, այս ամենը մեզ հիմք է տալիս շատ հստակ, շատ ավելի ամուր հիմքերով պնդել, որ մենք գործ ունենք բացարձակապես այլ նպատակով, մեկուսացնելու հանցագործության հետ չկապված նպատակով Արշակ Սրբազանին մեկուսացնելու հստակ խնդրի հետ։ Ինչ վերաբերում է բուն արարքին, ապա գործընկերս ներկայացրեց, այդտեղ շատ բաներ չկա ասելու, զուտ մի անգամ եւս շեշտադրեմ այդ տրամաբանությունը։ Մի կողմից իրացման նպատակի մասին է խոսում քրեական օրենսգիրքը, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ քննչական մարմնի պնդումն այն է, որ այդ ենթադրյալ գործողությունը ենթադրաբար Արշակ Սրբազանի կողմից կատարվել է մայր աթոռ ներխուժած այդ մարդկանց այդտեղից դուրս անելու վարկաբեկելու նպատակով։ Ինչպես կարող է լինել թմրանյութ իրացնելու նպատակ եւ միաժամանակ անձանց վարկաբեկելու նպատակ։ Դրանք իրար հակասող նպատակներ են, այսինքն ինքնին միջնորդության մեջ ներքին լրջագույն հակասություն է առկա։ Էլ չեմ ասում, որ էլի կարծում եմ գործընկերս Արսեն Բաբայանը ներկայացրեց ժամանակային կտրվածքը 18 թվականից քննվող գործը այդ ինչ տեղի ունեցավ բացի նրանից որ տեղի ունեցավ հանձնարարություն Արշակ Սրբազանին նույնպես դարձնել անհասանելի օրինակ եպիսկոպոսատ ժողովի համար։ Այդքան բան։ Մի ճշտում էլի, այստեղ անուններ չհնչեցին, փաստացի պարզվեց, որ տուժող չկա, ցուցմունք տվող չկա, չէ՞, ինչ որ այդպեսի։ Հիմա ովքեր կան, անուններ կան, հստակ մարդիկ կան, թե այսպես ապրիորի մեղադրանք է։ Մենք փաստական տվյալների հրապարակմամբ սահմանափակում ունենք։ Դրա համար ես չեմ կարող ասել բաներ, որոնք որ մի քիչ ավելի մոտեցնի են պահը, երբ մեզ նույնպես կմեկուսացնեն, այս պահին մի փոքր գործեր ունենք անելու, բայց կուզեմ հստակ նշել, որ մենք տվեցինք հարց. դուք ունեք փաստեր, թե ունեք ենթադրություններ։ Մեղմ ասած, պատասխանը մեզ չէր բավարարում։ Մենք կարող ենք ցանկացած տրամաբանության, փիլիսոփայության, իրավական բնույթի, իրավական առարկաների դասակարգ վերցնել եւ հստակ տարբերակել փաստերը ենթադրություններից։ Մենք փաստ այն մասին ներողություն, ես փաստ եւ ենթադրություն ասացի, ներողություն, այլ բառեր պետք է ասեի։ Տվյալ, փաստական տվյալ եւ ենթադրություն, փաստական տվյալ եւ ենթադրություն։ Մենք չունենք որևէ փաստական տվյալ այն մասին, որ Արշակ Սրբազանը որևէ գործողություն է արել թմրանյութի հետ։ Չունենք որևէ փաստական տվյալ։ Սա ես պնդում եմ ամենապատասխանատու ձևով։ Մենք ունենք ենթադրություն, որը ինչ որ այլ փաստական տվյալների վրա է հիմնվում, որը մեր պատկերացմամբ բացարձակապես չի բխում այդ հետևությունը։ Մենք ունենք ենթադրություն, այլ ոչ փաստական տվյալ։ Եվ մենք այդ հարցը շատ ուղիղ ենք տվել եւ քննիչների պատասխանը մեղմ ասած մեզ չի բավարարում, որովհետեւ սա սև ու սպիտակի հարց է, կամ կա կամ չկա։ Լավ, մի բան էլ ճշգրտենք, որովհետև տարբեր տեղեկություններ ստացանք Կարեն Պետրոսյան անձի հետ կապված, նոր հայրապետ, նոր Հայաստան, նոր հայրապետ։ Հայաստան շարժման այդ համակարգող ներկայացուցիչ կա այս գործում ինքը որպես դերակատար, գոնե հաստատեք կամ հերքեք, թե դա չի կարելի։ Ես կնշեի, որ նա հանդիսանում է
այդ շարժման, հա, այսպես հրապարակային փաստ է, որ նա հանդիսանում էր այդ շարժման դեմքերից մեկը, հրապարակային փաստ է, որ այս ուրեմն մեղադրանքը կապված է այդ շարժման ներկայացուցիչների կողմից դիվանատունը ըստ էության գրավելու, անպատիժ գրավելու, որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց, անպատիժ գրավելու փաստերի հետ, այստեղից դուք կարող եք շատ հստակ հետևություններ անել։ Լավ, որպես իրավապաշտպան էլ ընդհանուր դիտարկելով Չէ, ես այն պահին, երբ որ միացա գործին, նայեք, հիմա այս մարդը ԿՊ-ական գործիչ է, կարծեք հարում է նրանց, ունի ստացած փոքր, բայց պաշտոն, մարդը չեն հերքել, որ գնում խնդրում է տարբեր Շիրակի թեմում տարբեր եկեղեցիներում, որ Վեհափար Հայրապետյանունը զեղ չեն, այստեղ բան չկա, հակասություն չկա, այսպես լեգիտիմության, նրա ասածների կամ նրա շարժման վրա չհիմնվելու եւ այլն եւ այլն։ Ես այդ անձի քննարկում չեմ ուզում իրականացնել այստեղ, ինձ թվում է ամեն ինչ պարզից էլ պարզ է։ Ինչ որ իմ գնահատականի կարիք է այստեղ չեմ էլ տեսնում։